Տիկին Հովհաննիսյան, 3 տեսակ ինչ կատարվեց երթից անմիջապես հետո միջադեպ է տեղի ունեցել ՊՊՑ գնդում, Պավլիկ Մանուկյանը, նրա որդին վիրավորված են, եւս 2 վիրավոր գտնվում են տարածքում եւ ոստիկան եւս վիրավորվել է։ Սա արդեն իսկ արյունահեղության չի տանում։ Ես գուշակումներ չեմ կարող անել, մասնագիտությամբ այդ ոլորտից չեմ, բայց որքան որ բանական մարդը կարող է վերլուծել, այդպես փորձում եմ վերլուծել եւ ինձ թվում է, որ իշխանությունները այսպես քայլ առ քայլ վնասազերծելու ճակերտների մեջ տակտիկա են բանացնում, որովհետեւ եթե նախորդողն էլ 2 հոգու խփել էին էլի ոտքերից, երեք էլ խփել են էլի ոտքերից, այսինքն վնասում են, բայց չեն սպանում, որովհետև սպանելու պարագայում անկանխատեսելի բաներ կարող են տեղի ունենալ, իսկ այսպես երևի իրենց հաշվարկներով, իրենք այսպես կամաց կհյուծեն խմբին, այսպես ասած, էլի ճակերտավոր ասած կզինաթափեն, ժողովրդին մեջ վախ կսերմանեն, դրա մասին են վկայում ամբողջ այդ բերման ենթարկվածները, ձերբակալվածները, հետապնդումները, ես ամբողջ գիշեր հետևում էի, թե ինչ ուղղակի անմարդկային նողկալի, այսպես մեթոդներով էր դա արվում առանց հաշվելու, առանց նայելու կին են, տղամարդ են, երիտասարդ են, տարեց են, ուղղակի տանում էին կամ որևէ մեղ գործել են, չեն գործել, ուղղակի սրբում էին ժողովրդին այստեղից։ Իմ կարծիքով դա այսպես մշակված տակտիկա է եւ այդ տակտիկան ծանոթ տակտիկա է գոնե ինձ, որովհետեւ ես տարիք ունեմ այնպիսի, որ ապրել եմ սովետական կարգերի օրոք եւ ծանոթ եմ KGB-ի գործողություններին, դա նույն ձեռագիրն է իմ կարծիքով, այդպես են ուզում անել։ Ես կարող եմ խոսել միայն կատարված դեպքերի մասին, ասենք իմ կարծիքը հայտնել, բայց թե ինչ կարող է կատարվի, ես քավլիցի այդպիսի բան։ Ինքները տեղեկություն ունեք Լևոն Բարսեղյանից, քիչ առաջ Ալեկ Ենիկոմշյանը հայտարարեց, որ առավոտյան ժամը 6-ին բաց են թողել ոստիկանության բաժանմունքից, բայց մինչև այս բան նրա հետ կապ հաստատել չի լինում։ Ես տեղեկություն չունեմ, վերջին պահը, որ ես տեսել եմ Լևոն Բարսեղյանին, հարթակի վրա էր, երբ երթից վերադարձանք, երիտասարդները սքանչելի ոգին բարձր պարում էին կենտրոնում, անպայման նկարել եք տեսել են մարդիկ այդ պահը նրանք, ովքեր այստեղ չեն եղել, եւ հետո արդեն այսպես իմ տպավորությամբ անհասկանալի, անակնկալ ինչ-որ տարաձայնություններ առաջացան, համենայն դեպս գոնե ես չէի սպասում, որ ասենք Պարույր Հայրիկյանը հայտարարություն կանի ժողովրդին ցրվել, որտեվ ես ինքս մասնագիտությամբ լինելով այսպես լայն մասաների հոգեբանությանը տեղյակ մեկը, ես կարծում եմ, որ ժողովրդին այդպիսի պահի երբեք չես կարող տուն ուղարկել։ Դա այնպիսի իրարանցում կառաջացնի, ինչը որ տեղի ունեցավ։ Արդեն նախաձեռնող խմբի խնդիրն է, չէ՞, եւս որովհետեւ հարթակում հստակ պահանջներ պետք է հնչեն, նաեւ պետք է գծված ճանապարհային քարտեզ լինի, որպեսզի այդ հասարակությունը, որը հավաքվել է, ոգևորվել է, որպեսզի կարողանա միջև վերջ իր պահանջներն առաջ տանել։ Եթե նախաձեռնող խումբը այն մարդիկ են, ովքեր այդ պահին այդ միկրոֆոնի մոտ էին, բարձրախոսի մոտ էին, հարթակի վրա, այսպես ասած, ես տեսա, որ ես աչքովս տեսածն եմ ասում, ես տեսա, որ իրենք էլ կարծես ինչ-որ մի տեսակ տարակուսանքի մեջ են, ինչ-որ խուճապ կա իրենց մեջ էլ, իրենք էլ ինչ-որ չափով անակնկալի եկան, համենայն դեպս, երբ որ երթից վերադարձանք, իմ տպավորությամբ այդպիսի բան չկար եւ ընդհանրապես այդ ՊՊՑ գնդում տեղի ունեցող իրադարձություններին են տեղյակ եղել, այդտեղից է սկսել արդեն խառնաշփոթը, որովհետև կրակոցներ եւ այլն։ Ես դա կարծում եմ, որ դա ամենա այսպես հիմնական պատճառն է, եթե իրենք տեղյակ են եղել, որովհետև ես տեղյակ չէի օրինակ, բայց ես տեսնում էի, որ որոշները հեռախոսով ստանում են ինչ-որ հաղորդագրություններ։ Ամենայն հավանականությամբ դա իրենց էլ խուճապի մատնեց։ Որոշակի պահանջներով, ակնկալիքով, ես ոչ թե
իրենց սխալը արդարացնելու կամ եթե եղել է սխալ դա արդարացնելու միտումն ունեմ ամենևին, բայց այդպես կանգնել եւ ասել դա սխալ էր, ճանապարհային քարտեզ չունեն, այդպես ընդունված եզրույթներ օգտագործելով նրանք էս են, դա այնքան անխատեսելի այսպես շրջադարձերով լեցուն մի իրավիճակ է, Պատասխանատվության խնդիրը գուցե պատրաստ չեն դրան։ հա, բայց եթե մարդիկ եկել հասել են այս կետին, արդեն բավականին ինչ որ առաջընթաց կա, գիտեք, որ հեշտ չի է ժողովրդին արթնացնելը, մի մասը քնած են, մի մասը վախենցած են, արել են ինչ-որ բաներ, արդեն ուրեմն ինչ-որ բաներ էլ գիտեք ինչ, այն ամենը ինչ-որ յուրաքանչյուրի գլխում անցնում է, դրա 10 անգամ ավելը այդտեղ կանգնող մարդկանց գլխում է անցնում, այդպես որ ես տենց հեշտությամբ չեմ կարող, ասենք, քննադատել, պահանջներ ներկայացնել եւ այլն, բայց մի բան եմ ուզում ասել, շատ կարեւոր բան, երբեք չի կարելի, գիտեք, պատերազմը ունի ճակատամարտ կա, որ տանուլ ես տալիս հաջորդ ճակատամարտը հաղթելու համար, այդքան արագ որակումներ տալ, որ վերջը միշտ էլ սենց տխուր է լինում եւ այլն, այդ հայկական ավանդական պեսիմիզմով մոտենալ ամեն ինչին, դա երբ որ ես այնտեղ կանգնած ասում եմ հավատալ է պետք չի կասկածել, ես դա չեմ ասում որպես ռոմանտիկ բառեր, ես ասում եմ որպես հոգեվիճակ, չես կարող գնալ պատերազմ նախապես իմանալով, որ դու պարտվելու ես, եթե դու չհավատաս, որ դու հաղթելու ես, դու չես կարող գնալ պատերազմ, ամենամեծ զորավարները, կուտուզովները եւ այլն նույնպես ունեցել են իրենց ճանապարհին սխալներ։ Հարթակից միշտ ասում եք հաղթելու ենք, հիմա էլ այդպիսի տպավորություն ունեք, այսպիսի գործողություններից, այսպիսի ընթացքից հետո իրադարձությունների։ Անձամբ ես, իհարկե, ինձ շատ դժվար է կոտրելը, դա ես կուզեի, որ բոլորը ինպես մտածեն, դա այսպես, գիտեք ինչ, այս տղաները չեն դիմել այս քայլին, որպեսզի սկուտեղի վրա շվեյցարյան մատուցեն հայ ժողովրդին, այդպես չի լինում, սա պրոցես է շատ տանջալից, զոհություններ պահանջող, գիտեք ինչ, բավական եղավ արդեն նստել եւ բողոքել, դա դարձել է արդեն ազգային բնավորություն, այդպես չի կարելի ապրել։ Մենք բոլոր հնարավոր պայմաններն ունենք լինելու աշխարհի վրա ամենադեմոկրատական, ամենազարգացած, ամենագեղեցիկ փոքրիկ երկիրը։ Եվ պիտի անենք այդ բանը, ով պիտի անի մեր փոխարեն, եթե ոչ մենք։ Թե ուզում ենք անդառնալի բաներ կատարվեն, նոր գլխի ընկնենք եւ արդեն այսպես որպես գնչու շրջենք աշխարհով մեկ ու ասենք մենք գիտեք ինչ երկիր ենք ունեցել։ Դա էլ արդեն բնորոշ դարձել մեր ազգի խառնվածքին, մեր ազգի նկարագրին։ Այդպես իրավունք չունենք լինելու։ Գիտեք, հորդոր, ես իշխանությունների հետ հորդորով չեմ խոսում։ Իշխանությունները այնքան անբարոյական են, որ նրանց հետ հորդորով չի կարելի խոսել։ Ես իշխանություններից պահանջում եմ այն ինչ որ երեք պահանջեցի, պիտի հեռանա նախագահը, պիտի հեռանա, այդ մի 4 տողնա թող գրել տա ինչ որ մեկի եւ նստի, երեք էլ ասեցի իրա փեսայի հեռուստաընկերություններից մեկում եւ ասի, պիտի հեռանա, չեմ հասկանում, դա ինչ, գիտեք ինչ, դա ամենա, այսպես կույր մարդուն անգամ, մտոք կույր մարդուն, պարզա, որ նա միևնույն է վերջացել է արդեն, նրան պահում են ստիպելով, որպեսզի նա այդ շրջանների հարցը լուծի, բայց վայ որ շրջանների հարցը լուծելա իօքուտ Ռուսաստանի պահանջի, գաղտնիք չի, ես գաղտնիքներ չեմ ասում, այսօր չկան գաղտնիքներ այս դարում, ինտերնետի, վայ որ նա այդ բանը արել է, եթե մի քիչ ուզում է խնայել իր կյանքի, այսպես ասած, մայրամուտը, հիմիկվանից, հենց այսօրվանից, թող գրի այդ 4 տողը եւ հայտնի։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, դրանում ինքը թող մտահոգ չլինի։
Ինչ որ արեց այսքան ժամանակ, այդ ժամանակ էր պետք իր մտահոգությունը։ Հիմա արդեն թող գրի հեռանա, այդքան մտածում հայ ժողովրդի եւ հայկական պետականության ճակատագրի մասին։ Մտածում էր թող կարգին երկիր թողներ, կարգին երկիր ստեղծեինք։ Այս բռնատիրությունը չստեղծեր, գիտեք, սովետից ավելի սոսկալի բռնատիրություն։ Ես 88-ի ցույցերի հետ որ համեմատում եմ այսօրվա ցույցերը, երկու շտապօգնության մեքենան կանգնած, մի միլիցիոներ իրավունք չուներ մեկին մոտենալ եւ այլն։ Կարեն Դեմիրճյանն եկավ կանգնեց հարթակի վրա խոսեց։ Դա ինչի՞ մաս հանգիստ գնում մտնում էինք ցեկա ընդունեց մեզ։ Ես ինքս անձամբ գնացել եմ, մտել եմ, երբ որ Դալգեխը եւ Լուկյանովը եկել էին Մոսկվայից Կարեն Դեմիրճյանի այդ ակտիվի նիստին։ Ինքս անձամբ Համբարձում Գալստյանի հետ գնացել ներս եմ մտել։ Լսում էին այ մարդ, էլի դուք հասկանում եք, դուք դուրս ա գալիս որ այս բռնատիրությունից ազատվելու համար, այսպես ասած, մենք ստեղծեցինք մի այլ ավելի սոսկալի անարխիստական բռնատիրություն։ Պիտի հեռանա, ինչ հորդորել, ես այդ բառը ատում եմ։